Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ինչ ես մտածում էի Վեդու ջրամբար կատարած այցից հետո։ Եվ այս ընթացքում մտածել եմ եւ իհարկե հարմար առիթով սպասում էի, որ բարձրաձայնեմ։ Երբ որ Վեդու ջրամբարի այց եղավ, գնացինք այդ ամեն ինչ տեսանք, ես երբ որ վերադառնում էի, մեքենայի մեջ հիշեցի, որ օրինակ շատ եմ հանդիպել եւ մեծ հետաքրքրությամբ դիտել եմ, օրինակ վավերագրական ֆիլմեր տարբեր երկրներում տարբեր ինժեներական կառույցների մասին։ Այդ թվում ջրամբարների մասին։ Ոնց է կառուցվել, ինչ է, ոնց է նախագծվել, ինչ փուլեր է անցել եւ այլն եւ այլն։ Եվ ընդ որում շատ որակյալ ալիքներ կան, որոնք հենց բան են մասնագիտացած են այս կարգի ֆիլմեր նկար։ Ես որ վերադառնում եմ, ասում եմ, իսկ ինչի մեր մոտ այդ կուլտուրան չկա։ Կառավարությունը ծրագիր է իրականացրել, ինչքան ենք ծախսել։ Մի մեծ գումար, չէ՞։ 90 միլիոն եվրո ծախսել ենք։ Կարանք մի փոքր էլ ծախսենք այդ կառույցի մասին, մի հատ ֆիլմ նկարվի վավերագրական, որը նախ հանրային հաշվետվություն կլինի եւ շարունակությունն էլ կլինի եւ նաեւ ի վերջո գրադարանա, չէ, ժառանգության մասին։ Հետո հյուսիս-հարավի հատվածը կառուցվել է, ինչի չենք կարող, ինչքան ենք ծախսել, էլի մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել ենք, կարանք մի փոքր է ծախսենք, մի հատ վավերագրական ֆիլմ նկարենք։ Հիմա նայում եմ, բանում մենք Գնդեված գյուղում, հա, եկեղեցու Իտալիայից մասնագետներ են կամ Եվրոպայից հրավիրել, որմնանկարներ ենք վերականգնում, չէ, միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, կարանք մի քիչ գումար ծախսենք, այդ process-ը կարճ պրոֆեսիոնալ վավերագրական ֆիլմ դարձնենք եւ այլն, մեր նախագծը 300 դպրոց ծրագրի մասին կարող ենք ասենք միլիարդներ ենք ծախսում, տասնյակ, հարյուրավոր միլիարդներ ենք ծախսում։ Կարանք մի քիչ ծախսենք, մի հատ վավերագրական ֆիլմ էլ այդ պրոյեկտի մասին, 500 մանկապարտեզ ծրագրի մասին, կարող ենք մի հատ առողջության ապահովագրության մասին եւ սա ընդ որում էլ եմ ասում, նախ հանրային հաշվետվողականությունն է, երկրորդը արձանագրում է ինչ որ բանի։ Այսօր տենց մի բան կա, չէ, որ հնագետները սիրում են ասել, ասում են, որ հին աշխարհում գոյություն են ունեցել բազմաթիվ պետություններ, թագավորություններ, որոնք տարբեր, ընդ որում, բայց փաստ չի, որ մենք այսօր գիտենք ամենակարևորների մասին։ Մենք գիտենք նրանց մասին, ովքեր հարկ են համարել արձանագրել այն ինչ որ իրանց հետ տեղի է ունեցել կամ այն ինչ որ արել են կամ այն ինչ որ ուզեցել են անեն։ Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։ Որտեւ այսօր մենք շատ լավ է, ես շատ կողմ եմ։ Այսօր երբ որ մենք բան ենք անում, հեռուստացույցը միացնում ենք, ուզում ենք ինչ որ 30, 40, 50, 60, 65, 67, 70, 71 բովանդակությունը մեր։ Ոնց որ մենք այսօր իրականություն չունենք։ Մենք ունենք մոտիկ եւ հեռու անցյալ։ Ապագայի մասին ընդհանրապես խոսք չկա, դե ներկան էլ Facebook-ը նայես, բրիֆինգ բան նայես կհասկանաս, որտեղ вообще հույս չկա։ Հետևաբար բանը շորն ու շորշոր ֆիլմի երազելի ժամանակները, որոնք բնականաբար այլևս հետ չենք բերի։ Դա դրանից է։ Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Մարդիկ, հա, ասում ենք Վեդի գնացինք մի հատ լուրերով գնաց, ով է գնալու Վեդի ջրամբար, ներկանից ով է տեսել Վեդի ջրամբարը։ 10%, 20, լավ 30%-ը։ Հա, ինչի չեն կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչի չեն կարող բանի օգոստոսի 8-ի տարեդարձն է։ Ինչի չեն կարող վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչ է եղել, ոնց է եղել։ Գուցե ինչի սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո մենք այսօրվա չենք կարող ինչ որ բան, ինչ որ հնարավոր է անել։ Ինչի չենք անում սա։
Ինչի չենք անում սա։ Եվ էսա պատճառը, որ մենք նայում ենք, մեզ թվում է թե մենակ անցյալ ունենք իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան է դե այն չի էլի։ Իսկ այն է ներկան։ Այ երբ որ կլինի միտեղ, որ կպարզվի, որ մենք Վեդի ջրամբար ենք կառուցել Հյուսիս հարավ ասում ենք, լավ, Շիրակի մարզի կամ բնակիչները կամ ովքեր ճամփորդում են առիթ ունեն։ Հայաստանի բնակչության 70%-ը կյանքում գոնե միջև այս պահը կամ առաջիկայում կարող առիթ չունենա Հյուսիս հարավի այդ հատվածով երթևեկել։ Հիմա հաջորդը Ագարակ քաջարանն ենք բացելու։ Հայաստանի բնակչության 70%-ը Ագարակ քաջարանով երթևեկելու առիթ կունենա, չի ունենա, չգիտեմ, կունենա թե չի ունենա։ Մենք սա պարտավոր ենք անել։ Սա պարտավոր ենք անել։ Եվ ես հիմա նայում եմ հերթով կառավարությանը նայելով մենք կարանք եւ էլ եմ ասում պետք չի խնդիրներ դնել, որ ասենք ենթադրենք 3 ժամանոց բաներ պետք է նկարենք, որ վերջում Օսկար ստանա։ Կարճ, պետքա, բայց ժանրն է շատ կարեւոր։ Փաստա վավերագրական ֆիլմի ժանրն է։ Եվ պետքա անպայման այդ անենք։ Եվ ես հիմա խնդիր եմ դնում, որ անպայման այդ անենք։ Ունենանք այն ինչ որ թվարկեցի Վեդի ջրամբար 300 դպրոց ավարտում ենք, չէ, 300 դպրոց այս տարի 500 մանկապարտեզը սկսում ենք հաջորդը, առողջության ապահովագրության համակարգը, Հյուսիս հարավը եւ օգոստոսի 8-ը սահմանազատումը, բանակցությունների ավարտը խաղաղության համաձայն եւ էլի որ հիմա համոզված եմ որ այս փորձենք տողեր լրացնել, տասնյակ տողեր լրացնենք, բայց չեմ ասում այդ բոլորը նայենք ամենա ռելևանտները եւ պետք է անպայման զբաղվել դրանով։ Համեցեք։ Պարոն վարչապետ, շնորհակալություն, մենք արդեն նախաձեռնել ենք EPC-ին կարա վավերագրական Մենք նախաձեռնել ենք վավերագրական ֆիլմ ենք նկարում կոպի նախապատրաստական եւ ընդհանուր բանակցությունների այդ երկուշաբաթյա ընթացքի հետ կապված, նաեւ պայմանավորվածություն ունենք միջազգային հեռուստաընկերություններից մեկի հետ կապված, որպես Հայաստանի այցեկարտ այդ վավերագրական ֆիլմը ցույց տալու եւ հետագա միջոցառումներին ես կարծում եմ այդ ֆիլմը շատ կօգնի։ Մենք Հայաստանում իհարկե, Հայաստանը իհարկե որպես միջազգային այցեկարտ։ Մենք ինչ ենք ասում ենք, դե աշխարհում պետք է այցեկարտ ունենանք, որ աշխարհը մեզ Ջորջը մենք մեզ չենք ճանաչում։ Մենք մեզ չենք, եկեք հələ մենք մեզ ճանաչենք, հետո փորձենք մենք մեզ ոչ չենք ճանաչում, մենք ո՞նց ենք աշխարհին ներկայանալու։ Մենք մեզ չենք ճանաչում։ Մեր ոչ շատ քիչ ենք ճանաչում, շատ քիչ ենք ճանաչում։ Որտեվ ով է, տեսեք առաջին ձեր ռեակցիան ինչ էր միջազգայինով։ Իսկ մենք բանով կգնանք, կմիացնենք մեր հեռուստատեսությունները եւ կտեսնենք 60-ական թվականների մի հատ շատ լավ, էլի այո, բառից բուն իմաստով շատ լավ, բայց հասկացանք մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 4 անգամ, 10, 20, 50, 35 տարի է նույն օրը միացնում ես այդ նույն բաները ցույց են տալիս։ Նույն երգերը, նույն հոլովակները, նույն ֆիլմերը, նույն բանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Որ էլի լավ է, ինքը էլի պետքա ցույց տասի, բայց ուրիշ բան չկա։ Ուրիշ բան չկա։ Ու այդ բովանդակությունը ունի մի շատ կարևոր առանցք եւ հենասյուն։ Դա պետականության բացակայությունն է։ Այդ ֆիլմերը ամենակարևորը մի բանի մասին են, որ առավոտից իրիկու պետական մասնավոր ոչ մեկ հարց չի տալիս։ Այդ ֆիլմերը ունեն մի կարևոր առանձնահատկություն։ Դա պետության բացակայությունն է։ Այդ բոլոր ֆիլմերը պետության բացակայության եւ պետության բացակայության երջանկության մասին են։ Թե ինչ երջանիկ բան է պետություն չունենալը։ Ինչ երջանիկ բան է անկախություն չունենալը։ Հույակապ դրախտ։ Եվ մենք առավոտից 35 տարի է անկախությունը հռչակել ենք, 35 տարի է մենք այլընտրանքային բովանդակությունը դրա չենք ստեղծել։ Եվ մենք այսօր առավոտից պետական միջոցներով սնվող այդ թվում լրատվամիջոցները քարոզում են 24 ժամ, թե ինչ երջանկություն է պետություն չունենալը։ Չկա ավելի մեծ երջանկություն, անկախություն չունենալը, ավելի մեծ երջանկություն չկա, դրախտ է ուղղակի, պետություն չունենալը։ Ոստեղից հասկացվում են մնացած process-ները, որի հետ մենք այսօր առերեսվում ենք։
Եվ ես խնդիրը դնում ենք մենք արդեն մենք վերջին 35 տարում, ել չեմ ասում վերջին 8 տարում, մենք ունենք պոզիտիվ բովանդակություն, որը կարող ենք դարձնել հաղորդակցության նյութ եւ առարկա։ Առաջարկում եմ մտածենք այս մասին։ Բանն եք ասում։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, քանի որ ջրամբարների մասին խոսեցինք, ես կուզեի առիթը օգտագործել նաև զեկուցել, թե մենք ինչ ընթացք ունենք մյուս ջրամբարների ուղղությամբ։ Մենք շատ ենք խոսել այն մասին, վերջերս էլ հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկեցինք ջրամբարներին վերաբերող հարցեր եւ մի քանիսը հաստատել եւ ըստ էության մեկնարկել ենք դրանց իրականացման աշխատանքները։ 3 ջրամբարներ ունենք, որոնք են Քասախի, Լիճքի եւ Ելփինի ջրամբարները, որոնց համար նախագծերը պատրաստ են, դիմել ենք ֆինանսավորող կազմակերպության ներքին ընթացակարգերը համաձայնեցնելու եւ մինչեւ այս տարեվերջ պետք է սկսենք դրանց կառուցումը, կհայտարարենք մրցույթ կառուցող կազմակերպություն ընտրելու համար։ Սրանք իհարկե Վեդու ջրամբարի նման մեծ ջրամբարներ չեն, Վեդին մեզ համար 30 միլիոն խոհանարդ մետրանոց է եղել, Քասախինը կլինի 10 միլիոն խոհանարդ մետր, Լիճքինը կլինի 4 միլիոն խոհանարդ մետր, որը Սյունիքի մարզում Լիճքն է, եւ Ելփինը, այո, եւ Ելփինինը կլինի 1 միլիոն խոհանարդ մետր։ Այս նույն համագործակցության շրջանակում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի հետ ունենք համաձայնեցված եւս 2 կառույց, դրանք Արթիկի 1.5 միլիոն խոհանարդ մետրանոց եւ նաեւ Աստղաձորի արդեն Գեղարքունիքի մարզում եւս 1.5 միլիոն խոհանարդ մետրանոց ջրամբարներն են, որոնց նախագծման ուղղությամբ տեխնիկատնտեսական հիմնավորումների տեսանկյունից աշխատանքները նույնպես բավականաչափ ավարտված աստիճանի են, ուղղակի մենք որոշել ենք, որ երկփուլ իրականացման պետք է գնանք։ Եվս այս պահին մեկը կա ավարտված, որը Մաստարայի ջրամբարն է, ֆինանսավորող կազմակերպություններից մեկի հետ համաձայնեցնում է դրա իրականացման ընթացքը։ Ունենք նաև 12 ջրամբարներ, որոնց ուղղությամբ իրականացում են աշխատանքներ, շուտով նորից փուլերով կունենանք դրանց վերաբերյալ եզրակացությունները հերթական, կգանք ներդրումային կոմիտե եւ կգնանք դրանց իրականացման ուղով։ Շատ լավ վերադառնալով հարց համար 31-ին առաջարկում եմ այն քվեարկության դնել, ովքեր են դեմ որոշման հաստատմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է։